Միացյալ Նահանգների հարվածները Վենեսուելային նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությունն ու տեղափոխումը Նյու Յորք վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Վաշինգտոնը Մադուրոյին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության զենքի ապօրինի շրջանառության համար։ Նյու Յորքում դատարանի առջև կկանգնի նաև Մադուրոյի կինը Սիլիա Ֆլորեսը։ Նրանք հերքում են առաջադրված մեղադրանքները, պնդելով, որ ԱՄՆ-ն թմրանյութերի դեմ պայքարն օգտագործում է որպես պատրվակ վենեսուելական նավթին տիրանալու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան մինչև այդ երկրում տեղի ունենա իշխանափոխություն։ Մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցի լատինաամերիկյան երկրի ամենօրյա կառավարմանը, սակայն կշարունակի կիրառել նավթային սահմանափակումները մինչև Վենեսուելայում փոփոխություններ տեղի ունենան։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որի հասցեին ևս Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել։ Եթե նա ճիշտ չվարվի, ապա շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն։ Այս սպառնալիքների ֆոնին Ռոդրիգեսն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել Վաշինգտոնի նկատմամբ և համագործակցության կոչ արել, չնայած մինչ այդ քննադատել էր ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը։ Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդներն ու մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության և երկխոսության, ոչ թե պատերազմի։ Դա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղերձը և դա այժմ ամբողջ Վենեսուելայի ուղերձն է։ Վենեսուելան խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի իրավունք ունի։ Միևնույն ժամանակ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել նաև Վենեսուելայի հարևանների հասցեին։ Կոլումբիան նույնպես շատ հիվանդ է և կառավարվում է հիվանդ մարդու կողմից, որը սիրում է կոկային արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում, բայց նա երկար չի շարունակի դա անել։ Հարցին արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է գործողություն իրականացնել նաև Կոլումբիայում, Թրամփը պատասխանել է՝ վատ չի հնչում։ Ինչ վերաբերում է Մեքսիկային, Թրամփի խոսքով այդ երկիրը պետք է վերանայի իր գործողությունները։ Մեքսիկան պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև թմրանյութերը գալիս են Մեքսիկայով, մենք ստիպված կլինենք ինչ-որ բան անել։ Ցավոք, Մեքսիկայում կարտելները շատ հզոր են։ Ինչ վերաբերում է Կուբային, ապա ըստ ԱՄՆ նախագահի այդ երկրի վարչակազմը շուտով կտապալվի առանց որևէ միջամտության։ Նա նաև նշել է, որ Վենեսուելայում ամերիկյան հատուկ գործողության ընթացքում բազմաթիվ կուբացիներ են զոհվել։ Ըստ Կուբայի կառավարության զոհերի թիվը 32 է։ Երկրում սուգ է հայտարարվել։ Ամերիկյան հարվածներից վենեսուելացիների շրջանում զոհերի հստակ թիվ չի նշվել։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների զոհերի թիվը կազմում է 40-ից 80։ Միջազգային հանրության կարծիքը Վենեսուելայում ամերիկյան գործողության վերաբերյալ հակասական է։ Եվրոպական առաջնորդները Մադուրոյին համարում են անօրինական ղեկավար, սակայն միևնույն ժամանակ զսպվածության կոչեր են անում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել են Մադուրոյի ձերբակալությունը։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հիշեցրել է, որ Եմեն բազմիցս Վենեսուելայում իշխանության խաղաղ փոխանցման կոչ է արել։ Նա միևնույն ժամանակ շեշտել է՝ պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ի տարբերություն այս արձագանքների, Իրանն ամերիկյան գործողությունը որակել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում, որը պետք է դատապարտվի ՄԱԿ-ի և բոլոր պետությունների կողմից։ Ռուսաստանը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է իրավունք ունենա որոշելու իր ճակատագիրն առանց արտաքին միջամտության։ Չինաստանը, որը վենեսուելական նավթի հիմնական գնորդն է, նույնպես դատապարտել է ինքնիշխան պետության նկատմամբ ուժի կիրառումը և նշել, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի ղեկավարին ու նրա կնոջը և ստեղծված իրավիճակը լուծի բանակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ Թրամփի համոզմամբ Վենեսուելայում իրականացված գործողությունը չի ազդի Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ իր հարաբերությունների վրա։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մենք ունենք մաքսատուրքերի լծակը, նա նույնպես մեր նկատմամբ ունի տարբեր լծակներ։ Վենեսուելացիների և ամերիկացիների շրջանում ևս արձագանքները տարբեր են։ Բրուքլինի հետաքննական մեկուսարանի առջև, որտեղ պահվում է Նիկոլաս Մադուրոն, ակցիա է տեղի ունեցել, ցուցարարները բողոքել են ամերիկյան գործողության դեմ։ Լատինաամերիկյան մի շարք երկրներում վենեսուելացիները տոնել են Մադուրոյի ձերբակալությունը, իսկ Կարակասում Մադուրոյի կողմնակիցները պահանջել են ազատ արձակել նրան։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։